Բարևում եմ բոլորիդ, սիրելի հետևորդներ ջան, ոնց եք, ինչպես է ձեր տրամադրությունը, իմ տրամադրությունը այսենց արտակարգ, ինչը որ ի սրտե էկրանից էկրան ձեզ եմ փոխանցում, ինչպես տեսնում եք, ես արդեն իմ տանն եմ, դրսում եմ, մի բաժակ կոֆես վայելել եմ, շնչում եմ մեր Ստեփանավանի մաքուր լավ օդը, հուսանք, որ հանքը չի փչացնի մեր օդը, ու այսպես ասած վայելում եմ տունը, դուռը, բակը, դրա հետ զուգահեռել չեմ ուզում անտեսածելնեմ ձեզ, ուզում եմ կիսվեմ իմ էմոցիաներով, իմ լավ ու բարի մտքերով, տպավորություններով և առևտրով, որովհետև օր-օրի մենք դառնում ենք մի հավեսով լավ ընտանիք, մեծը չեմ ասում, որովհետև մեծը իմ համար լրիվ ուրիշ հասկացություն է, դառնում ենք մի այնպիսի հաշտուհամերաշխ լավ ընտանիք, որ ես ասում եմ փառք քեզ Տեր, շնորհակալ եմ քեզ Տեր, որ ունեմ ձեր նման լավ ու բարի հետևորդներ ու բարեկամներ, ինչու չէ նաև հարազատներ, քանի որ շատ շատերիդ հետ իրական կյանքում երբ որ դեմ առ դեմ շփվում եմ, ձեզնից միայն սեր ու ջերմություն եմ ստանում, ուրիշ ոչ մի բան բացասական, ուրեմն եկել եմ առավոտ կեսօրն անցա, այսօր կոֆեի չափը չարաշահել եմ, այսինքն չգիտեմ երրորդն է թե չորրորդն է, մի պահ արդեն գնացել եմ խանութներով էսկոմ, եթե ճետորվա վլոգում կտեսնեք, տպավորություններից մասին ասեմ, այո դուք ճիշտ եք, դուք շատ ճիշտ նկատել եք, մեր այս անգամվա հանգիստը լրիվ տարբերվող էր, լրիվ յուրահատուկ էր, սկսած խմբի մարդկանցից, ոնց ասեմ, խմբավարներից, Սերինեից ու Ընկերարոյից, շատ լավ մարդիկ էին, հասարակ, սովորական, ադեկվատ, մարդամոտ, այն որ ասում է իրանց հետ աշխարհի են ծերնել կգնամ իմ երեխի հետ միասին, շատ լավ օրեր ունեցանք, շատ անմոռանալի պահեր ունեցանք, մի քիչ պատմեմ, ուրեմն ովքեր ինձ հետևում են շատ շուտվանից, գիտեք, որ ես գնացել եմ նոնայի մոտ, իրան շատ սիրում եմ, շատ հարգում եմ, իրա այդ լավ վերաբերմունքից էր, որ ես ամաչում էի, էլի տեղս փոխեմ, վստահ եմ ինքը ինձ օգոստոսին է սպասելու, չմտածելով, որ ես արդեն եկել եմ ու հետ եկել, միշտ գնացել եմ օգոստոսին, համեմատ եմ են ափը մեր այս մնացած ափի հետ, համեմատելու չի սիրելի հետևորդներ, որովհետև եթե ես փորձեմ էլ ասեմ իրար նման էին, հավասար են, սենց անենցա, ես չեմ ուզում նախ առաջինը ինձ խաբեմ, հետո ձեզ ու չեմ էլ ուզում սուտ խոսամ, որովհետև սուտ խոսալն էլ է մեղք համարվում, իսկ ես ամեն պահի որ միտքս անգնում ասում եմ Տեր ջան ինձ ների իմ գիտակցված ու չգիտակցված մեղքերի համար, այն ափում լավ տեսել եք, ոչինչ չկար, այս ափում ես այսքան ծով եմ գնացել, առաջինը որ սենց սիրտս մտավ, ոչ թե սպասածել, այլ սպասածելներ կային ու շատ ուշադիր, դեպքն եղել է, տեսել եք, ասել եմ, էլ չմանրանամ, նույն բանը չասեմ, սիրելի հետևորդներ մեկ ասում եք նույն բանը, էլի ես ասում, որովհետև հարգելի բարեկամներս օր-օրի մեծանում ենք, մարդկանց հետաքրքիր է, հարցեր են չէ տալիս, որ ասում եմ, առաջինը այդ գրավեց, երկրորդը հենց ինքը ափը, չգիտեմ, երրորդը, որ մենք գտնվում ենք քաղաքի սրտում, կենտրոնում ու ամեն ինչ է ինչ շատ մոտ էր, օրինակ նոնայի մոտից որ ոտքով հասնեի շուկա երևի մի 35 րոպեմ կգայի,
երևի չի գնացել եմ մի անգամ ու սենց խուճուճ-մուճուճ ճամփեքով ոչ մի անգամ քաղաքի այդ գեղեցկությունը չէի վայելել ու սենց իմ մեջ մտածում էի, ասում էի, դե երևի քաղաք անգամն ա, տներ կան, մարդիկ ծովի հաշվին ապրում են, իրանց գումարը վաստակում, երբեք չեմ մտածել, որ կարա լինի տենց սիրուն լողափեր, ոնց մանդարինի ափներ, այնտեղ սիրուն ֆոտոսեսիաների շարք եմ արել, վստահ եմ ուրիշ ափեր էլ կան, ուղղակի ես տեղը չգիտեմ, կբացահայտեմ հաջորդ տարի միգուցե մի քիչ ավելի երկարով գնամ, չգիտեմ։ Ուրեմն մեր տեղը կենտրոնն էր, ինձ շատ հարցնում եք հյուրանոցի մասին, սիրելի հետևորդներ, աշխարհի ամենալավ հյուրանոցն է, ես գնամ, իմ համար իմ տանից լավ տեղ չկա, դրա համար, որտեղ որ ես գիտեք, տանից շատ sense դուրս չեմ գալի ու ուրասես չեմ գնում, այն որ այնքան քնելու տեղ լինի, վերևդ կռիշ լինի ու մի քիչ էլ ապահով տարածք լինի, ինձ է դա հետաքրքրում, ինձ չի հետաքրքրում սենյակի կահույքը, այնը, որովհետև ես ոչ այդտեղ ուտելիք եմ պատրաստում, ոչ այդտեղ ապրում եմ, ընդամենը գիշերը գալիս քնում եմ, տեսել եք, որ օրվա մենք մեծ մանավանդ այս անգամ, այն որ 11-12-ին էինք մտնում սենյակ, այնտեղ բիսեդկում նստում, հավաքվում, կոպիտ ասած ուտուշ խմուշներ անում, զրույցներ անում, ով էր գնում մտնում փակվում սենյակ, ոնց այն տարիները տենց չի եղել։ Շատ լավ օրեր ունեցանք, աննկարագրելի օրեր ունեցանք, հյուրանոցը տալիս էր 3 անգամվա սնունդից են կողմ, ասենք մենք մեր օրը հետաքրքիր կազմակերպում էինք, կարայինք օրինակ դե գարեջուր սիրողները, գարեջուր դրա հետ մի խոսքի մի կտոր հաց ու պանիր, ձուկա, ով ինչ կուզի, ում սիրտը ինչ կքաշի, օբշի տենց դնում էինք հավաքվում, մեր օրերը անցկացնում ու հավատացեք, որ շատ լավ օրեր ունեցանք, ես չիմացա դե գնացել էի 6 գիշեր 7 ցերեկով, այն որ գալուց արդեն ասում մամա ջան կարողա քիչ էր, հետո ասում եմ մաման էլ այսօր հարցրեց, ասում եմ նա, բայց շատը չարժե, չէ, պահկա ձանձրանում ես, բայց այդ գալու պահին ոնց ասեն ջուրը քեզ մագնիսի պես հետ ա կանչում, արի, այ այդ տպավորությունն էլ առնում սիրելի հետևորդներ ջան, ես իմ հիմի սենց որ տանը մտածում եմ, ասում եմ մյուս տարի կարելի է էլի մի 10-15 օրով, բայց թե էդ էլ պետքա գումարդ մի քիչ շատ ունենաս, որ սիրտդ քաշի գնաս այստեղ հաց ուտես, այնտեղ հաց ուտես, պարզավոր չես գնում շոր ու կոշիկ առնելու, գնում ես ընդամենը քո առօրյան անցկացնելու։ Ինչ վերաբերվում է գներից եք շատ հարցնում, ես ձեզ վստահ կասեմ, որ այնտեղ ավելի մատչելի է, քան օրինակ ամաչմել եմ, որ ասեմ, թող ինձ ներեն մեր հայ ժողովուրդը, բայց որը ճիշտն է ես եմ ասելու, ավելի մատչելի է, քան օրինակ Սևանը, քան օրինակ Ծաղկաձորը, ինչու՞ չէ նաև Երևանը, իրոք, ինչի պետք է տարբերությունը մեծ լինի, որ հավատացեք, պահա գալիս քեզ թվում է, թե դու Հայաստան ես, ոնց գնում ես, ինչ անում ես, որտեղ մտնում ես, հայի ձենը կա, հայի ձենը ես ականջներդ լսում եմ, որովհետև շատ էին հայերը, չափից շատ, դա ինչ է նշանակում, որ ձեռնտու է, չէ, մարդիկ գալիս են, ու իրոք տենց է, ես որ նոնայի մոտ էի, 2 կին կային հարս ու տալ, իրանք ասում 20 տարի մենք ստեղ ենք գալի ու մի ամիս, դա հանակ բան չի էլի, տանից տեղից կտրվես ու մի ամսով գաս, նույնը տեղ, այն որ գալիս են մարդիկ մի այլ կարգի, որովհետև գինն էլ է հարմար, ամեն ինչն էլ հարմար է, շուկաներն էլ է հարմար, խանութներն էլ է հարմար, սիրելի հետևորդներ, ընդամենը քայլել է պետք, թանգուեժան նայել է պետք, նույն ապրանքը կարա մի տեղ, օրինակ ես ուզում էի Ալեքսին չուստիկները առնեմ են ռետինի տապկեքից, տեղ կար
14 լարի էր, նույն տապկեն շուկայում էլ 20 լարի էր, բայց միևնույնն է Ալեքսիս համարը չգտա, հետաքրքիրը մենակ դա էր։ Չառա։ Դրանից այն կողմ, էլ ինչ հարցեր եք ինձ տվել, 6 գիշեր 7 ցերեկով ենք գնացել, տվել եմ 77,000 դրամ, 3 անգամվա սնունդ, որ ասեմ շատ արտակարգ սնունդ էր չէ, որ ասեմ շատ սենց ես իմ ինձ սնունդ էր էլի չէ, յոլա տանելու այն ձևի սնունդ էր, որ նստում էինք ուտում, թողում դուրս գալիս, եթե վատն ելներ երբևիցե, ասենք ես իմ երեխի հետ չէի նստի ու ուտեի, հետներ մեզ տանող մարդիկ այդ տեսակի մարդիկ չէին էլի, որ վեր ունեն, թե տանում ենք, չէ, շատ լավ, շատ տնական, շատ հավեսով, շատ ոսկի մարդիկ էին, որ կատակով ասում ենք Եգիպտոս ու Դուբայ չունեք, կազմակերպեք, այս խմբով էլ գնանք այդտեղ, այդքան լավ խումբ էինք։ Դրանից են կողմ համեմատենք ռեստորանի գները, նույն խինկալին սիրելի հետևորդներ ջան, ռեստորան կար 2 լարի էր, ռեստորան կար 2,5 լարի էր, ռեստորան էլ կար 2,80 լարի էր, 2,8, 2 լարի 80 ցենտ, սենց ասեմ, բայց եկեք էլի ասենք, որ Երևանի համեմատ որ հաստատ էժան էր, նույնը չասեմ աղցանների մասին, նույնը չասեմ միրգ բանջարեղենի մասին, ձկնեղենի մասին, չգիտեմ, լավ էր, մեծ էմոցիաներով, այսենց հավեսով արևայրուք ընդունած, եկել ենք հասել մեր տուն, շատ յուրահատուկ էմոցիաներ ապրեցինք դելֆինարիում գնալու ժամանակ, ուրեմն այն տարիներին, որ հաղորդում էր շոուի սկզբում, իրանք ասում էին և վրացերեն և ռուսերեն, այս տարի չհասկացան, երևի երկրի իրավիճակների հետ կապված, ռուսերենը հանել էին, բայց թե էլի չոգում ես էլի ինչ ասում, ընդեղ դելֆիններին էր ներկայացնում անուններով, ընդեղ աշխատողների տրեներների ներկայացնում անուններով, այդ որ հասկանում էինք, բայց թե կամ գլխի էր գցում, որ ապլադիսմենտի անում ծափահարեք, մի խոսքով, անցած տարի տոմսը 25 լարի էր, այս տարի 35 լարի էր, բայց էլի որ վեր ենք ացում դրամից ելի հետևորդներ ջան, հաստատ ես իմ ինչ կարգի չի էլի, արդեն համեմատականը տարեք Երևանի հետ ու կտեսնեք ինչ եմ ասում, Երևան էլ ա կարծեմ եղել տենց դելֆինների տեղ, ինչքան գիտեմ փակվել ա ու կարծեմ մուտքը 9000 ա եղել, իսկ համեմատենք ընդեղ կեսն ա 9000-ի արտակարգ շոու ա սիրելի հետևորդներ, եթե կորոշեք գնաք Քոբուլեթի, հորդորս ձեզ բաց չթողեք, գնացեք։ Ինձ գրել էիք, որ Բաթումի ինչն ա սիրուն, բա ձեր Ստեփանավանը, աշխարհի ամենա լավ, ամենա իմ սրտի քաղաքը, իմ Ստեփանավանն ա, ես ասել եմ, կասեմ, երբեք իմ խոսքերից հետ չեմ կանգնի, բայց դա չի նշանակում, որ ես գնամ Բաթում, ասեմ, ուֆ, էս ինչա որ, կամ Աստված ջան, հասնեմ երազանքիս, գոնե մի անգամ գնամ Ֆրանսիա, Էֆելյան աշտարակ, ասեմ, ուֆ, էս ինչա, իմ համար սիրունը մենակ իմ Ստեփանավանն ա, պետք չի այդ հարցով լնես ադնալյուբ, որովհետև աչկտենում ա, ոնց կարաս սիրունին սիրուն չասես, ոնց կարաս, չգիտեմ էլի, Բաթումը ինչով ա սիրուն, իրա ծովով, որ ծովի ափի հետ քայլում ես, իրա նավահանգստով, իրա հետաքրքիր պարկերով, շատ սիրուն բաներ կա սիրելի հետևորդներ ջան, գնալ ու վայելել ա պետք, բայց իմ սրտի ամենա սիրուն քաղաքը, ես նորից եմ ասում, իմ սիրուն Ստեփանավանն ա, համար մեկը, ընդդայից են կողմ նստել ենք նավ, եթե հետ գնանք,
Իմ նախորդ վիդեոներում տեսած կլինեք, որ մենք նավը նստել ենք ցերեկը, այս անգամ նստել ենք գիշերը։ Նավ մենք միշտ նստել ենք 25 լարիով, այս անգամ ի շնորհիվ ընկեր Արոյի նստել ենք 15 լարիով, որովհետև մարդը խումբ էր տանում, վերջը ինքն ունի իր մոտեցման ձևը, չմանրամասնեմ, ընդամենը շնորհակալություն ասեմ, երբ որ Տոմսի համար ասով 30 լարի, ասի վայ այդքան է ժան, սեն են ասում մեր հետ տենց հա։ Ուրեմն մենք նստեցինք մթնով, մարդիկ այնքան լավ մարդիկ էին էլի, ասին մինչև դուք չգաք դելֆինարիումից նավ չենք նստի, մեր շոուն սկսում էր 9-ին, պայմանավորվել էի 10-ից ամենաուշը 10-15 պետք է ալնեի բանում, այդ կալիսոյի մոտ, շոուն վերջացավ 10-ից 15 պակաս, 10-2 րոպե ես արդեն կալիսոյի մոտ իրանց էի փնտրում, չէի կարում գտնեմ, բայց գտա, էդ էլ եղավ ընկեր Արոն նկատեց ինձ, նստեցինք նավ, եթե համեմատեմ, ես Սերինեին էլ ասեցի, ասում եմ ես եկային եզրահանգման, որ նավը պետքա լույսի հետ նստես, որ այդ ջրի խաղը նմա դելֆինի քիթիկ են անգամ նկատեցինք, վերջ էլի ջրի սենց ալիքների հետ ուրիշ էմոցիաներ ես ունենեմ, ճիշտ է իրիկունն էլ իր այդ լույսերով ու բանով ա ուրիշ էլ նեմ, բայց ուսային էստեղ ինչ ասման այդ են, որ կիսալույս ու խավար ա, այդ վաղտ ամենա իդեալական ժամանակն ա, որ նստես նավ, մի աստված առաջ հաջորդ անգամ վստահ եմ, որ ես էլի իրանց հետ եմ գնալու ու այդ ժամանակ կնստենք, այսքանը իմ էմոցիաների մասին, ձեր տված հարցերի ու պատասխանները, հարցերի պատասխանը փորձեցի տամ ձեզ, հիմա սիրելի հետևորդներ ջան, ես այս անգամ որոշել էի, որ ոչ մի բան չեմ առնելու, ես ինձ տալու եմ ուղղակի հանգստի, բայց Սերինե ջան, Սերինե ասում է գնում ենք բազար, դե գնում ենք, բա ես էլ եմ, գնում ենք, ընկերով իմ ահա հարսանիք հա, սենց կատակով ասում ա կուզես արի, չէ, ասում ենք, որ գնում ենք, դե գամ ասում եմ, բա ոնց չգամ, ասում եմ, բայց այդքան ճամփասման այդ մաքսիմում 5 րոպե, 5 րոպեն շատ էր 3 րոպեից բազարում էինք, շուկա, ոսկեղենիկ հայերենով, ուղղակի պահի տակ սենց ա ստացվում, ինձ ձեթի գինեիք հարցնում գները նույնն էր 35 լարի, ես չեմ առել ձեթեր, որովհետև ունեի, այդքանը գլխից չեմ լսնելու, այն մեկս չեմ բացել, այս մեկն էլ կեսից մի քիչ ներքև այն, որ շատ ա ու քիչ չի, ուրեմն հետ գալուց շուկայից, որ հետ էինք գալիս, դեղատան մոտ կանգնեցինք աղջիկներից մեկը դեղատուն ա մտել, մյուս աշխատողը մեզ հարցնում ասում ներողություն էլի մի բան եմ ուզում հարցնեմ, ընչի որ հայերը գալիս են միշտ սենց շատ փոշի մոշի են առնում, մենք սենց նայում ենք ասում ենք թե էժան ա էլի ստեղ դա ասում ենք դա ու այո այդ լվացքի գելերը էժան էր, ձեռնտու տարբերակ էր, սիրելի հետևորդներ ջան, աղջիկներից դե կանայք են, բայց թե որ խոսում ես, ասում ես աղջիկներից, դրանք առան, ժողովուրդ մեր հետ մի հատ տատի պապի էր, տատը պապը իրանց աղջիկը ու իրանց տղու երեխան, ես ապշել էի այդ տատի հոգատարությունից, ես չգիտեմ, ընքան ուրախ եմ, որ աշխարհում դեռ կան տենց լավ կեսուրներ, չէ, սովորենք, չէ, որ ասենք վայ իմ կեսուրը լավը չի, վայ կեսուրս սենց, վայ կեսուրս նենց, անբացատրելի կիներ այդ կինը, ու հենց ինքն էլ առավ, հարցրի ասի, ձեռնտույա ասավ շատ, իր 2 լիտրանոցին 1000 քանիս եմ տալի, իսկ այդտեղ 5 լիտրանոցներ 2000 քանի, հիմա ասելի հետևորդներ ջան, տուն գնամ, ցույց տամ, թե ես ինչեր եմ առել, հաջողություն աստծո, հեռախոսդ բա ուր ա? Մորանում էր հեռախոս, ուրեմն գնացինք շուկա, ամեքը մի բան
առնում էին, ես նորից եմ ասում, առևտրի, Ալեքս ջան, այն կողմ կգնաս, ես ուզում եմ նկարահանեմ բալես։ Ես գնումի հետ նպատակ չունեի, սենց ասեմ, հա, բայց որ հնգերովի գնում ես, ախ ոնց կարաս չառնես, ու մի եկել եմ, առաջինը հեսա մաման եկել էր, տետոպրակը բացել ենք, հյուրասիրվել իրա պուճուր նվերը տվել իրան, ուստե նայեցի, որ սրան ժամկետներին չեմ նայել, սա առաջի դեպքն էր իմ կյանքում, ու հիմի նկատում եմ, որ առաջինը սա եմ օգտագործելու, որովհետև իրա ժամկետը 27 թվի մինչև փետրվարն է, սենց նուտելա եմ առել, եթե ճիշտ եմ հիշում 25 լար սրա վաճառողը ինձ ճանաչեց, ծերը սենց տնգում ասում է յութուբեր, ասում եմ հա, ասում եմ բա յութուբերին սկիպկա չկա, ասում եմ ետ յութուբերները հարուստ են, սրա ժամկետը էլի լավն է, բայց էլի չէի նայել, սա իմ կյանքում առաջի դեպքն էր, սրան 17 լարի եմ տվել, եթե ճիշտ եմ հիշում Այս ժելեները Ալեքսս փերեց, այսօր մաման որ եկավ, տենց բացեցինք, ժելեի գինը չեմ հիշում, չեմ 10 կամ 10 լարի կամ 12, չեմ հիշի, մեղքս ինչ թակցնեմ, սուտի մուտի թվերել, չեմ ուզում ասած կրնեմ, ստեղ Չուչխերներից էլ եմ կտրել, մամայի հետ կոֆե-մոֆե են կարել, տակ, ես էլ սիրելի հետևորդներ, մեր անցած տարվա առևտրից, հա, տեսեք իրա ժամկետը, որտեղ էր, ենքան ուշադիր եմ եղել, որ իրա ժամկետը 12.05.27 թիվ, այն նրանցը ուշադիր չեմ եղել, Սա չեմ ուզում բարձրացնեմ, որովհետև կտրտել եմ, կարող է և թափի, ժողովուրդ, որ իմանայի մարդիկ սենց ազնիվ ձևով գործ են անում, ես ես չուչխելներից երևի մի 5-6 հատ կառնեի, ասի կարող է խափեն, հլը մի հատ նայեք, այն ճկճկան սպիտակ պոպոկները, կարծեմ Մեկը, վայթեմ սա 2 լարի էր, սրանք 3 չեմ հիշում, այս էլ գնաց են, այս տոպրակը կծալ են, հա, այ սա եմ Ալեքսս առել, Ալեքս արի տար մարազիլ կին կպցրու, մամա առ, ես որոշել էի, ես սենց բաներ չառնեի, մամա ջան ասում է սիրտս ուզում է առ, Դե որ ասավ, ինչ անեմ, ոչ տեի ասի չէ, առանք, այս մեր ճամփի պաշարներից ասենց բաներ մնացել, այս իմ դեղերն է, որ ուր գնամ պարտադիրից պարտադիր տանում եմ, պարտադիր, չկատ, ազիզ, այս մի հատ տարտեղը բնորնեմ ջանեք գլադով կա, Այս տոպրակն է գնաց, էլի ճամփի ծամոներ, այս մեկն ամնացել, ապրին բալեն, սրանք էլ տարպայուսակներից մոտ դի արև ջան, դե արի աղբերություն, այն սրանք տարպայուսակից մոտ դի, Հա, ֆրտի կստել, հևիսի կողքի պայուսակների մոտի, ես կգնա աղպարկը, հերթը հասավ դյուտի ֆրին, սիելի հետևորդներ ջան, ամենա առաջի անգամը, որ ես գնում էի ծով, Գառնիկ-Ցածյան, ականջդ կանչի Գառնիկ-Ցածյան, էդի շատ լավ մարդա, հովեսով հանակ չի մարդա շատ, գնացինք Բագրատաշենով, ասավ դե գնացեք փողեր հանակով էլի, ասավ դե գնացեք փողերներդ նեն ծախսեք, որ ծովում սոված մնաք,
ես դե չհասկացա ինչ ասեմ, ասում եմ այդ խի տենց ասիր, թե բա duty free կա, որ ճիշտն ասեմ, որը ոնց կա, տենց էլ ասեմ, ես ուզում էի դուխի օծանելիք, բայց մտածեցի, որ հետ գալուց կառնեմ, լրիվ գնացին, բացառությամբ ես, ասում եմ բա դուխի չգնացի, ասում եմ փող չունես, այ բալա, սենց հանակով, ասում եմ համի հարկ չգտա էլի, կգնամ, վաղտը կգա, կգնամ, մտածելով, որ հետ գալուց տենց կգանք, հետ գալուց էլ մեր խաթր Գոգավանով եկավ, որ գիշերը մինչև տանդուրը բերեց, ու ժողովուրդ ջան, ես duty free մտած չկայի, հիմա այս անգամ մեր խմբակիցները բոլորն ուզում էին, որ գային duty free, կիլոմետրի առումով ամուսինս ասավ հլա կհարցնես կա տարբերություն, բարորդն ասավ չկա, եկանք Բագրատաշենով, բայց այդ duty free-ն մեզանից մի ժամ ու ավել տարավ, ես դե մտածում եմ, այ մարդ ինչ առնեմ, որ ինչ առնեմ, վերջ էլի, ինչ առնեմ, ու ինչ կառնես, երբ որ ամուսինը տուն ա գալիս, աղորը ուտուշ խմուշներ առնեմ, ու մի հոգու համար գիտեք, որ թույլատրվում է 3 լիտր, ոչ ավել, սիգարետ էին վաճառում, անգամ այս կանֆետը, որ առել եմ, անձնագրով եմ առել, իդեպ մաման շատ հավանեց, ելակի համով, շատ լավ կանֆետ է, որ այ հոտը անուշեր, ես դեռ չեմ փորձել, Ալեքսն ու մաման հավանեցին, դուրներն եկավ, գինը չեմ հիշում, duty free եթե մտնում եք, ամենաճիշտ փողի արժեքը, փողի, ամենաճիշտ փողը, որ ձեռները տնի, պետք է լինի եվրո, իմ ձեռին չկար եվրո, մեղքս ինչ թաքցնեմ, որովհետև չգիտեի էլ, որ duty free ենք մտնելու, իմանայի էլ միևնույնն է եվրո չունեի, այս առա, Ալեքսս մի հատ ուրիշ արջուկ ժելեներ ուզեց ճանապարհին վայելեց, ուրեմն սա եմ առել, ամուսնյակիս համար, հետս մի լավ աղջիկ կար, Ամալիա ջանական կանչի, ասում է սա կոկակոլայի սառույցի ու ես էլ հետը շատ հավես ըմպելիք առնում, կփորձենք ու սիրելի հետևորդներիս ասեմ, չգիտեմ որտեղ, իմ աչկը, դե եթե դեղնավուն է, աչկը սկուտի չէ, սա գրավեց, չգիտեմ ինչ մակ ջեյն էլ սկար, ինչ կար ինձ ասին դար, այ մարդ ես խմող չեմ, ոչ ռոմ, ոչ վիսկի, ինքը դե թունդ տեսակի բաներ, չէ, ասի ես չեմ ուզում, ասի թուլոտ մի բան, Սերինեն էլ, Ամալյան էլ, ասին սա վերցրու, հետա սա եմ վերցրել, սա կարծեմ քանի լիտր էր, հա, կես լիտր է, այն երկուսը մի լիտրանոց մեկ էլ ասի սա վերցնեմ, տունա էլի պետք կա, հոմուտել եմ անում, որ ցույց տա, բայց թե հետա, ծխախոտ չեմ առել, որովհետև ոչ թանգախներս ա ծխում, ոչ ամուսնյակս, սրանք էլ հենց են ստոպրակով, էսա կպահեմ, ես թողել է, որ ձեզ ցույց տամ, ստե ինչը մնաց, որ ձեզ ցույց չեմ տվել, իմ լավ ու բարի հետևորդներ ջան, ստե մնաց այսա, սրա գինը շատ լավ եմ հիշում, որովհետև ինձ զարմացրեց իրագինը, գամեստը, 3 լիտրը, 12 լարի, ասեք, որ հարմար տարբերական, Ալեքս ջան, արի ես էլ տար, հա մերնեմ ջանիդ, ես էլ տար ու վսյո աղպերս, արի սրտո ջան, արի, տենց բաներ, սիրելի հետևորդներ ջան, ձեթերի գույնը նույնն էր մնացել, գույնը չէ, գինը թարսասի, ամեն ինչ նույնն էր,
շուկայական սենց, ես մենակ մի բան չհասկացա, տենց էլ, ուրեմն մեր հետ մի աղջիկ կար, կասայի աշխատողին իմ հետևորդներից մեկը սենց ստեից սկսեմ, որ հասկանաք ինչ եմ ուզում ասեմ, հետևորդներիցս մեկը ինձ գրել էր, որ Անահիտ ջան, կասի մոտ շատ ու շատ իր կլնես, եթե մտնես duty free, այդ ձևի լավ հետևորդներ ունեմ, ասում է իրանք լավ սահուն ձևով խափում են, չեկնեն հենց կողմ սումկեցկի գլխի չես ընգնում ինչա կատարվում, ունքան է ջերմ են մոտենան, որ կամա չես հանես, քու տեսակն իմանալով, ասում է ես քեզ զգուշացնում եմ, ասում է կամա չես էլի, որ հանես, տարբեր ձևի արևայրուկ իմ կոմպլեքսների շնորհքն ասա, սիրելի հետևորդներ ջան, որ պետքա ձեռքերդ բարձրացնեիր, տենց դնեիր, ես ամաչել եմ, որ տենց անեմ, հուսամ մյուս տարի ես կոմպլեքսներից էլ դուրս կգամ։ Ու էտա ես ուշադիր էի, բան, բայց տենց չէի հարցրել, այդ աղջիկա այդ խոսում եմ, բան, ասում եմ, գիտես ինձ տենց բան են ասել, այդ աղջիկն էլ կասայի, Ալեքս, այդ աղջիկն էլ կասայի աշխատողին ասել է, մի եվրոն ինչքան եք հաշվում, կասեք իմանամ, նա էլ ասել է, ինչի ես հարցնում, քեզ հաշվում եմ, էստար, չէ, ընդեր, ասում է քեզ, ասում եմ այսքանի դիմաց, այսքան վճարի, չես ուզում դիր տեղը, պատասխանը էտ է եղել, հեղուկների մոտ դի, բալա, հա, ու խնդրեմ էլի, ուրեմն մի բան կա, որ տենց են ասում, բայց ինչ է լնի, չլնի, սիրելի հետևորդներ, էժանա, duty free-ին, ես օծանելիքներին չնայեցի, որովհետև այդքան գումար չունեի, որ անկեղծ ասեմ, չասեմ չհետաքրքրեց, շատ լավ էլ հետաքրքրեց, բայց մեղքս ինչ թաքցնեմ, այդքան գումար չունեի, դրա համար չնայեցի, բայց հաճելի խանութներ էին, հետն էլ 3 խանութ էր, տարբերություն կար, էդ էլ, եթե կմտնեք duty free, հորդորս ձեզ, ուշադիր եղեք, գները համեմատեք, օրինակ սա, այդ դեղին խմիչքը, լիկյոր էր ինքը, լիմոնի, մի հավես ովոր կբացեմ, պարտադիր ուզում եմ ամուսնյակիս հետ բացեմ վայել եմ, վերջը տենանք երբ կստացվի, մտածում եմ տղուս ծնունդին հո կգա, կես դոլարի տարբերություն կար, այն մյուս տեղում ավելի էժան ա եղել, ուղղակի այն երրորդ տեղը ես ամաչեցի մտնեմ, որովհետև ամեքս միտեղ ու ժամանակը գնում էր, այդքան բան, սիրելի հետևորդներ ջան, այսքանն էր իմ գնումները, իմ էմոցիաներով փորձեցի կիսվեմ ձեր հետ, շնորհակալ եմ, որ ինձ հետ եք, շնորհակալ եմ, որ այդքան ուշադիր ու հետևողական եք, այսուհետ իմ ես սիրուն, իմ համար սիրուն, կարող է մի ուրիշի համար, չգիտեմ, իմ հոլովակները կլնեն էլի իմ ես սիրուն անկյունից, իմ ես սիրուն տանից, լավ եղեք, առողջ ու երջանիկ, մենք կհանդիպենք օրվա վլոգում, մի հատ բան էլ մոռացա ասեմ, տենց էլ չհասկացա, այս տոպրակները վճարովի են, թե չէ, բայց մտածում եմ վճարովի կլնեն, գրառումների բաժնում գրեք սրանց մասին ու ներսի պարունակության մասին, որ խմիչքն ա ձեզ ծանոթ, արդյոք պիտանի գնումներ եմ արել թե չէ, որովհետև ես խմիչքից հեռու մարդ եմ, այս կոնֆետների մասին գրեք, ինքը հոտով շատ գրավիչ ա, իսկ նուտելաների մեջ, սիրելի հետևորդներ ջան, սրանք նորույթ էր, անցած տարի այս ձևով չկար, սրանց մասին էլ մի խոսքով գրեք, կսպասեմ ձեր ակտիվ քննարկումներին, ես ձեզ ասում եմ առայժմ, լավ եղեք, առողջ ու երջանիկ, կհանդիպենք օրվա վլոգում, պակա-պակա։